Բայց ի վերջո, շատ պարզ, ոչ մասնագիտական մոտեցմամբ, ինչ է անում գլուխը մարմնի համար։ Ահա իմ պարզ պատասխանը։ Նախ եւ առաջ գլուխն ազդակներ է ստանում մարմնի յուրաքանչյուր անդամից։ Ինչպես ես հասկանում եմ, մարմնի յուրաքանչյուր մաս ուղղակի կապ ունի գլխի հետ։ Երկրորդ, եւ ես կարծում եմ, որ սա կենսական հարց է, գլուխը որոշումներ է ընդունում։ Այն գործում է ստացված տեղեկատվության հիման վրա եւ որոշումներ կայացնում։ Բայց նրա որոշումներն արվում են ողջ մարմնի շահերի համար, դրանք պարզապես պատասխան չեն մեկ անդամի խնդրանքին։ Օրինակ, դուք կարող եք կախված լինել ժայռից, ներքևում ոչինչ չունենալով ձեր մատները ցավում են եւ դուք ուզում եք թողնել ժայռը, իսկ ձեր մատները ասում են՝ ես այլևս ուժ չունեմ, ես բաց կթողնեմ։ Բայց գլուխն ասում է՝ ոչ, դու չես կարող բաց թողնել, քանի որ մնացած մարմինը կընկնի քեզ հետ։ Հասկացաք, այսպիսով գլուխն ընդունում է որոշումներ, բայց դրանք պարտադիր չէ, որ լինեն այն որոշումները, որոնք յուրաքանչյուր առանձին անդամ կցանկանա։ Երրորդ, որոշում կայացնելուց հետո գլուխը սկսում է գործողությունը, այն որոշում է, թե ինչ անել։ Չորրորդ, սկսելով գործողությունը եւ որոշ առումով անդամներին գործելու հնարավորություն տալով, գլուխն անում է չորրորդ քայլը։ Այն տալիս է շարունակական ուղղություն։ Այն լիովին հետ չի քաշվում իրավիճակից եւ չի ասում ամեն ինչ ավարտվեց։ Այլ վերահսկում է անդամներին, ապահովելով, որ նրանք կատարեն այն որոշումը, որը կայացրել է գլուխը։ Ես հավատում եմ, որ այս ամենը կիրառելի է, երբ Աստվածաշունչը խոսում է ղեկավարության մասին։ Եվ բացի այդ, ես իսկապես հավատում եմ, որ ղեկավարությունը կառավարության սկզբունքն է, որը ներկայացված է Աստվածաշնչում։ Հուսով եմ, որ չեմ զարմացնի ձեզ, եթե ասեմ, որ Աստծո արքայությունը ժողովրդավարություն չէ։ Տեսեք, վերջին 50 կամ 100 տարիների ընթացքում ժողովրդավարությունը դարձել է այնքան նորաձև աշխարհի որոշ մասերում, որ բոլորը ենթադրում են, թե դա կառավարման ճիշտ ձևն է։ Թույլ տվեք ձեզ ներկայացնել Պլատոնի մեկնաբանությունը կառավարման 5 ձևերի վերաբերյալ։ Ես հաճախ չեմ մեջբերում Պլատոնին, բայց կարծում եմ, որ նա այստեղ իսկապես ճիշտ է։ Նա ասում է, որ գոյություն ունեն կառավարման 5 հնարավոր ձևեր։ Առաջին՝ միապետություն։ Մեկ լավ մարդու կառավարում։ Նա ասում է, որ դա լավագույնն է։ Երկրորդ՝ արիստոկրատիա, մի քանի լավ մարդկանց կառավարում։ Դա երկրորդ տարբերակն է։ Երրորդ՝ ժողովրդավարություն, ժողովրդի կառավարում։ Նա ասում է, որ դա